Դռները կողպված են, տարածքն ազատված, Կոմիտասի շուկան հետայսու փակված է։ Գոհ չենք, դե հաճախորդները երևի կեսը չգիտեն, որ շուկան տեղափոխվի։ Վաճառականները տեղափոխվել ու ապաստանել են շուկայից ոչ հեռու նոր տարածքում։ Ծածկեր են դրել, բացօթյա ու փակ տաղավարներ կառուցել։ Հարմարվել ու մի կերպ վաստակում են օրվա հացը։ Բնականաբար մի տեղ պետք է գտնենք, որ շուկային մոտիկ լիներ։ Հաճախորդներ շատ չկորցնենք, ճիշտ է կորցրել ենք, բայց դե էլի ոչինչ։ Անգամ սկզբից սրանք սարքած չեն եղել, այս սեղանները, մենք մտել ենք ներսն են կանգնել ձմեռը։ Շատերը կանգնած չեն եղել, մի քանի հոգով ենք ներսը կանգնել։ Էսի որ չլիներ չտային ինչ պյանեինք։ Մեր տարիքում մեզի ոչ միտեղ չէին ընդունի աշխատանքին, հենց որ էլի փառքը շատ Աստված, որ էսի տվել են։ Այնքան էլ գոհ չեն պայմաններից, համեմատում ու հիշեցնում են նախկին մեծ ու ընդգրկուն տարածքը, որն իրենց ապրուստի միակ միջոցն էր։ Դրան էլ գումարած այս նոր հասցեի մասին քչերը գիտեն, ասում են հաճախորդներ շատ են կորցրել։ Ձեզ հեշտ են գտնում տարածքը։ Դե զանգով են գալիս, այնպես են պատահականությամբ են գալիս, անծանոթ է գալիս։ Ոչ բոլորն են էլի ասեն կարողանում գտնել։ Մենք նույնը ձևի վաճառում ենք, ուղղակի հաճախորդներն են քչացել, ժողովրդի ձեռքը փող չկա։ Ես որ գոհ եմ, սեզոնի համեմատաբար, որ ավելի վատին ենք սպասում, քանի որ նոր տեղ է, ոնց որ 0-ից դու սկսես, բայց էլի Աստծուն փառք, մեր լավ հաճախորդների շնորհիվ գոհ եմ, այո։ Մեկ այլ խնդիր է ձմռանն այս բացօթյա տարածքում աշխատելը։ Վաճառականները թեև ժամանակավոր կացարան են գտել, բայց ցուրտ ձմռանը չգիտեն ուր են գնալու, ինչ անելու։ Հիշեցնում են, քաղաքապետարանը խոստացված տարածքը այդպես էլ չհատկացրեց, ինքնուրույն են տեսել իրենց գլխի ճարը։ Քաղաքապետարանից, քաղաքապետարանից եկան, ստից խոսացին, ձեզի տեղ կհատկացնենք, ոչ մեկն էլ ոչ մի բան չարեցին։ Ես էլի եմ շեշտում, էլի այս երկու ջահել տղաները չլինեն, մենք այսքան ժողովուրդը անհաց ողորմություն ենք խնդրելու կարելի ասել։ Դրանք հեքիաթներ են, քաղաքապետարանը ոչ մի բան էլ մեզ չի հատկացրել, ճիշտ է եկել են, լսրել են, ամեն ինչ այլ են, բայց ոչինչ չեն հատկացրել։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից էլ վստահեցնում են, մենակ չեն թողել վաճառականներին։ Ընդհակառակը օժանդակել են նոր տարածքում տեղավորվելու հարցում։ Մենք միջոցներ ենք ձեռնարկել, սեղանիցներ մենք ձեռք բերեցինք, տրամադրեցինք իրանց, որ հաստատի ով կար, ով ուզում էր տեղափոխել, տեղափոխվել են։ Հիմա լրացուցիչ տեղ էլ կա եւ համայնքային հող կան դե, որը կարող է լրացուցիչ, եթե մարդկանց պահանջ լինի, էլի տեղավորենք այնտեղ աշխատեն, անմիջապես կից, շուկային կից է գտնվում ընդամենը մի 50 մետր հեռավորության վրա։ Առևտրային տարածքի կազմակերպիչի հետ ենք մենք շփվում, ոչ թե յուրաքանչյուրի հետ առանձին։ Պատմամշակութային շենքը 2021-ից նոր սեփականատեր ունի, թե ինչ ճակատագրի կարժանանա այն դեռ պարզ չէ։ Այդուհանդերձ ընկերությունը, որին այժմ պատկանում է կառույցը, հերքել է լուրերն այն մասին, թե շենքը արտաքին փոփոխությունների կենթարկվի։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։